Հայաստանում զինվորական ծառայությունը պարտադիր է բոլոր տղաների համար, բայց եթե փող ունես, կարող ես քիչ ծառայել։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծին։ Օրենքի նախագծերի համաձայն առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 միլիոն դրամ և 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։ Այսպես առաջարկվում էր իշխանական պատգամավորի նախագծով։ Պաշտպանության նախարարությունը նախագծում փոփոխություններ է արել, որոնք ներկայացրեց Սուրեն Պապիկյանը։ Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ և 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ընդգծում է, սա սոցիալական շերտավորում առաջացնող և մտահոգիչ փոփոխություն է։ Սա հնարավորություն է տալիս օրինականացնել մինչև այժմ գոյություն ունեցող, ինչպես կառավարությունն է նաև նշում, կառավարության որոշ անդամներ նշում են կոռուպցիոն եղանակներով բանակից ազատվելը ավելի օրինական է դարձնում, այսինքն նրանք, ովքեր ունեն ֆինանսական հնարավորություններ, փաստորեն կարողանում են կարճ ժամկետով անցնել զինվորական ծառայության, իսկ մյուսները, ովքեր չունեն այդ հնարավորությունը, պիտի անցնեն զինվորական ծառայության։ Պաշտպանության նախարարության առաջարկով պարտադիր զինվորական ծառայության անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն կսահմանվի 32։ Բացի այս, զինվորական հաշվառման ենթակա Արական սեռի քաղաքացիները մինչև 16 տարին լրանալը Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմում ներկայացնելիս պետք է վճարեն 15 միլիոն դրամ։ Նախարարությունն այս փոփոխությունները քննարկել է նախագծի հեղինակի Հայկ Սարգսյանի հետ, վերջին առարկություններ չի ներկայացրել։ Յուրաքանչյուր զորակոչից առաջ կառավարությունը պիտի սահմանի թվաքանակը, թե ինչ թվով երիտասարդներ կարող են օգտվել այս հնարավորությունից։ Բնականաբար, եթե չունենանք նման հնարավորություն, կառավարությունը այդ զորակոչին նման որոշում չի ընդունի։ Ըստ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, եթե 1 ամսվա տրամաբանությունը հասկանալի է, ապա 4 ամսվա դեպքում այնքան էլ պարզ չէ։ Նախագիծը զեկուցող Պապիկյանը բացատրեց տրամաբանությունը։ 1 ամիսը նվազագույն պատրաստության համար, որպեսզի քաղաքացին տիրապետի օգտվել զենքից եւ տարական զինվորական կանոններ, որովհետեւ այս երիտասարդները, ովքեր այդ հնարավորությունը կստանան, միևնույնն է գրանցվելու են պահեստազորում, ի տարբերություն զարտուղի ճանապարհով ազատվող այլ քաղաքացիների։ 4 ամիսը դա ուսումնական զորամասի չափականակն է, որտեղ պիտի անցնեն ուսումնական process, այսինքն ովքեր կօգտվեն այս ծրագրից, ուսումնական զորամասից զատ այլտեղ ծառայություն չեն իրականացնելու։ Միրզոյանը նաև հետաքրքրվեց, թե ինչպես են ապահովելու, որ պետբյուջե մուտք արված գումարներն ուղղվեն պայմանագրային զինծառայողների թվի ավելացմանն ու նրանց աշխատավարձերին։ Եթե մենք չերաշխավորենք, որ այդ գումարը գնում է դրան, սոցիալական արդարության հետ կապված բազմաթիվ հարցեր կառաջանան։ Իսկ հիմա պատասխանը ակնհայտ է, դա արվում է էլի բանակի համար եւ էլի զինծառայողներ են ապահովում։ Դա ըստ էության երաշխավորված է, երբ նշում են պետական բյուջե, ես չեմ տարանջատում պաշտպանության նախարարության բյուջեն ընդհանուր բյուջեից, այո, մուտքերը կապահովեն եւ կծառայեն պաշտպանության նախարարության համար։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էլ հետաքրքրվեց, արդյոք այս փոփոխություններն ավելի չեն խորացնի ոչ կանոնադրային հարաբերություններով պայմանավորված խնդիրները։ Ըստ էության զինծառայողների միջև տարբերակում է փաստացի իրականացվում, արդյոք հնարավոր է լինելու կոնկրետ երաշխիքներ ապահովել, որպեսզի մենք չունենանք դրա հիման վրա ավելի խորացող ոչ կանոնադրային հարաբերություններ եւ բնականաբար բացառենք այդ համատեքստի իրավիճակը։ Ծառայության պայմանների առումով նկատի ունեմ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասաց, այնքան էլ չի հասկանում հարցի էությունը, բայց եւ ընդգծեց նման խնդիր չի տեսնում։ Սա մեզ հնարավորություն է տալու, որպեսզի նմանատիպ կանոնադրային ոչ կանոնադրային հարաբերությունները կարգավորենք, դարձնենք կանոնադրային։ Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը եւս կիսում է Մանասյանի մտավախությունը, զգուշացնում է նման տարբերակված մոտեցումը կարող է հանգեցնել բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների խորացման։ Դրա հետևանքները կարող են լինել բազմաթիվ, այդ թվում նաև քրեական ենթամշակույթը, որը մինչև հիմա շարունակաբար դրսևորվում է զինված ուժերում, ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով
վնասումների, հա, միմյանց վնաս պատճառելու եւ մահացության դեպքերի մասով նույն խնդրին կարող է հանգեցնել նաեւ այս իրավիճակը, երբ այս տարբերակված մոտեցումն է դրսևորվում անձանց միջև։ Թեև նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում, սակայն այն դեռ պետք է քննարկվի խորհրդարանում, ու միայն ազգային ժողովի ընդունումից հետո այն կստանա օրենքի ուժ։